Նորից միացել եմ ձեզ, շատ շուշուտ այսօր հետ կտեսնեք ինձ իմ վիդեոներում, կլինեն շատ հետաքրքիր ֆորմատի վիդեոներ, ոչ միայն խոհանոցի, այլ կլինեն առևտրային, եթե ինչու ոչ, կպատրաստենք այնպիսի ուտելիքներ, որի արժեքը նույնպես ձեզ կհետաքրքրի, կգնանք միասին գնումների, կգանք կպատրաստենք միասին, կհամտեսենք, մեկնաբանություններում կգրենք։ Եվ ես կպատասխանեմ ձեր կարծիքներին, կմիանամ ձեր կարծիքներին, կպատասխանեմ ձեր հարցերին, կարծում եմ շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում մեզ իմ ալիքում։ Իմ ալիքի, ինչպես ասում են, իմ ալիքի դռները բաց է ձեզ համար, սիրելիներս, թե վատ մեկնաբանությունների, թե լավ մեկնաբանությունների, լավերի համար ինչ խոսք ողջունելի է, որ կկիսվեք ձեր կարծիքներով, վատերը, ինչպես միշտ, անպակաս են մեր կյանքից, ինչու ոչ, նույնպես ողջունելի են, վատ մեկնաբանությունների, ինչպես իմ նախավերջին հոլովակի տակ էին անկեղծացել, մի 2-3 աղջիկներ, մի խոսքով սիրելիներս, ժամանակ չվատնեմ նման մարդկանց, շատ հաճելի է, որ իմ էջում եք, կիսվում եք իմ բաղադրատոմսերով, շնորհակալ եմ, որ իմ հետ եք։ Անցնենք, այսօր ձեզ ներկայացնելու եմ իմ ժուլիենի տարբերակը, սիրելիներս, անցնենք հիմա աշխատելուն, կիսով չափ պատրաստել եմ բաղադրիչները, որ շատ այսպես ժամանակատար չլինի, ներկայացնենք, ընթացքը ցույց կտա։ Դե ինչ սիրելի ընկերներ, ներկայացնեմ մի փոքր բաղադրիչներ ու անցնենք տապակելուն։ Մենք ունենք մարինացված սունկ, ես թարմ վիճակով չկարողացա հարմար տարբերակ սունկի գտնել։ Մարինացված սունկ, բաղադրիչները լրիվ գրամներով կնշեմ բաղադրատոմսում, զանգակի կոճակի ուրեմն կողքը սեղմում եք և անկյունակը սեղմում եք, բերում է բաղադրատոմսերը, սիրելի ընկերներ։ Ունենք ուրեմն հալվող պանիր, ունենք թթվասեր, սոխ, բոլորը ես արդեն կտրատել եմ և պատրաստի վիճակում է, հավի կրծքամիս, ունենք կարագ և արևածաղկի ձեթ, մեզ ինչքան որ անհրաժեշտ կլինի կանենք, հիմնականում ով ոնց ցանկանում եք, կուզենաք կարագ օգտագործեք միայն, կուզեք արևածաղկի ձեթ, աղ, սև բիբար և ալյուր, ալյուրը արդեն ես բովել եմ, մի փոքր, հովացել է և անցնենք գազօջախի մոտ, պատրաստենք մեր ժուլիենը։ Ուրեմն սիրելի ընկերներ, տապակի մեջ ավելացնում այս պահին ձիթայող, սիրելիներս, այստեղ ավելացրել եմ արևածաղկի ձեթը, մի փոքր կարագ, չափաբաժիններ ես անպայման կնշեմ, ուրեմն նախապես կտապակենք սոխը, մի փոքր տապակվելուց հետո կավելացնենք մնացած բաղադրիչները, մի փոքր կտապակվի, այսպես տեսնում եք, մի փոքր տապակվում է, չենք շատ կարմրացնում, որպեսզի այնտեղ հաց սոխարածի համը չլինի մեր ուտեստում, մի փոքր է, հիմա կտապակվի և կավելացնեմ սունկը։ Քանի որ ունենք այստեղ կարագ, կարագն շատ չենք դաղում, որ և գույնը չփոխվի, և համը չփոխվի։ Հիմա ես սունկը կբերեմ կավելացնեմ, կավելացնեմ սունկը, սա էլ կտապակեմ։ Ցանկալի է լինի թարմ սունկ, բայց եթե չեք գտնի ինպես հարմար տարբերակ, հոգ չէ, կարող եք օգտագործել ձեր նախընտրած սունկը,
ասեմ, որ շատ համեղ է ստացվում, շատ։ Տեսնում եք, բովել է արդեն մեր սունկը։ Եթե կմտածեք կարագը շատ է, չէ, սիրելի ընկերներ, կարագը կամ ձեթը շատ չէ, կարող եք փոքր ամեն մի մթերք ավելացնելուց ավելացնել, կարող եք այսպես միանգամից։ Ես գիտեմ աղջիկներ, որ պատրաստում են առանձին, հետո միացնում են ընդհանուր իրար, ես այդպես չեմ անում, չեմ արել, բոլորը միասին, ալյուրը սկզբից ես բովում եմ, հետո մնացած բաղադրիչները իրար հետ նույն ձեթի մեջ տապակում եմ, նույն կարագի հետ, այսպես կանեմ փոսիկ, կլցնեմ մյուս բաղադրիչը, տեսնում եք, ավելացրեցի հավի կրծքամիսը, հիմա ամբողջ այս կարագն ու ձեթը կքաշի իր մեջ։ Ձեզ նույնիսկ կթվա, թե քիչ է, պետք է ավելացնեք, ոչ։ Չափաբաժինները ինչքան ես կգրեմ, այդքան ավելացրեք, ընթացքում, որ ոչ տհաճ լինի ուտելը, ոչ շատ քիչ լինի, որ վառվի, հա, մթերքը վառվի։ Թող մի փոքր է տապակվի, կավելացնենք ալյուրը, հետո թթվասերը, կհամեմենք ընդհանուր, համերը կխառնվեն, ամենավերջում ավելացնելու են քերած պանիրը։ Տեսնում եք, սունկը և կրծքամիսը տապակվեցին, հիմա մի փոքր կավելացնեմ, մի փոքր ալյուրը, հիմա կփորձեմ հերթով ներգրավել մթերքները միասին։ Այսպես, հերթով, որ գնդիկներ չառաջանան։ Հիմա, որ ավելացնենք թթվասերը, ինքը ավելի թուլանալու է մեր ժուլիենը, հետո ալյուրի շարի, կամաց կպնդանա նորից։ Սիրելիներս, եթե ունեք ձեռքի տակ հավի արգանակ, ավելացնում ենք մի փոքր, շատ չենք լցնում, որ շատ ջրալի չլինի, մի փոքր ալյուրը բացելով թուլացնելու համար, ցանկալի է, որ լինի։ Հիմա կտարածեմ։ Սիրելիներս, տեսնում եք, մենք ունենք այսպիսի մասսա, տեսնում եք։ Հիմա կտեղավորենք այն տարայի մեջ, ինչով դնելու են գազօջախ, հիմա կտեղավորեմ, քերած պանիրը վրան կավելացնեմ և կդնեմ ջեռոց։ Այսպես տեղավորեցի, սիրելիներս, հիմա կտեղավորեմ, նախապես ուրեմն ասեմ, որ ես ընթացքում ավելացրեցի համեմեցի, ավելացրեցի աղը և սև բիբարը, դա չհասցրեցի նկարեմ, արգանակը մի փոքր լցնում եք, սիրելի ընկերներ, որպեսզի շատ խիտ չլինի, մեր ժուլիենը պարտադիր է, դա ավելացնեք, եթե պահել եք հավի արգանակը։ Ավելացնում եմ պանիրը, մի փոքր ձևավորման համար կարող եք վրան ավելացնել, թե կարմիր բիբար, թե սև բիբարից նորից ավելացնել։ Ես մի փոքր նորից կարագ կավելացնեմ, կդնեմ վրան, որպեսզի հալչի, պանիրը էլ ավելի սիրուն կարմրի։
կտարածենք պանիրը, կհալվի, կտարածվի, կկարմրի, ունենա շատ ախորժելի տեսք և կարծում եմ չի լինի այնպիսի մարդ, որ չսիրի, դե բնականաբար ներկայացնելուց կլինեն շատ վատ կարծիքներ, սիրելի ընկերներ, կասեմ, որ շատ տհաճ է, շատ զզվելի է, շատ մի խոսքով, ինչպես նորից եմ նշում նախորդ վիդեոյում, դուք ասեք, բայց ես կպատրաստեմ, կհամտեսեմ, կկերակրեմ իմ ընտանիքին, շատ հաճելի է մի խոսքով, սիրելի ընկերներ, հիմա տեղափոխում եմ նախապես տաքացված իմ ջեռոց, կլինի ուրեմն 180-200 աստիճանի ներքո, վերև ներքև տարբերակով։ Եթե շատ սիրում եք աղ օգտագործել, ավելացրեք, դա ձեր կամքն է, ձեր ախորժակն է, ձևավորման համար մի փոքր հիմա ես կավելացնեմ սև պղպեղ, աղացած և մի փոքր կարագ կդնեմ վրան, որպեսզի ավելի լավ հաճի, ավելի հյութալի լինի, ավելի համեղ լինի։ Ձեզ շատ բոլորից սիրում եմ, շատ ուրախ եմ, որ ավելանում են իմ ընկերների ցուցակում նոր մարդիկ։ Հիմա կարագն էլ կտեղավորեմ, սիրելի ընկերներ, և կտեղափոխեմ ջեռոց։ Ահա, շատ չեմ անի, որ շատ տհաճ էլ չլինի, ուտելը, այսպես։ Իմ հյուրերի մեծամասնությունը սիրում է, մեծամասնությունը, այն փոքրամասնությունը չեմ հասցրել հյուրասիրեմ։ Ահա, կտեղավորեմ փոքրիկ այստեղ էլ, այսպես, և տեղափոխեմ վերջնական տեսքը, կտեսնեք սիրելիներս, և կմաղթենք բարի ախորժակ։ Ահա, սիրելիներս, տեսնում եք, որ հենց նոր եմ հանել, կզգաք, հենց նոր հանեցի, շատ տաք է, առայժմ ձեռք չեմ տա, մինչև ինքը փորձի հանդարտվել, շատ համեղ և իր համը չեմ կասկածում, կփորձեմ հիմա, հոտը, որ անմահական հոտ է տարածվել իմ խոհանոցում, փորձեք սիրելի ընկերներ, շատ համեղ է լինում, շատ կշտացնող, հագեցնող, ինքը ուտեստ է, փորձեք գրեք մեկնաբանություններում, այս միգուցե փակ եմ, բայց կարծում եմ արդեն բաց կթողնեմ մեկնաբանությունների հատվածը, կարծում եմ չարախոսները կհանդարտվեն, եթե տհաճ է նայել իմ վիդեո հոլովակները, խնդրում եմ հարգելիներս, դրանով դուք ինձ վատություն չեք անում, դուք ավելի ուրախացնում եք, ասեմ իմանաք, ժամանակ չեմ հատկացնի ձեր մասին խոսելը, պարզապես կասեմ, մեկ-մեկ դուք էլ փորձեք, կհասկանաք, որ լավ բան է պատրաստելը։ Մի խոսքով հարգելի ընկերներ, շատ համեղ է, շատ անուշ է բուրում, հագեցնող ուտեստ է ժուլիենը, ինքներդ տեսնում եք ինչ պարագաներ են գնում, մթերքներ, կարագը, որ մեծամասնությունն է կազմում հագեցնելու պարագայում, փորձեք կհամոզվեք ինչ համեղ ինքը ուտեստ է։ Մի խոսքով սիրելիներս, ձեզ բարի դիտում, ինձ բարի ախորժակ, իմ ընտանիքի հետ միասին, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հետևում են, գնահատում են իմ աշխատանքը, իմ ժամանակը, ես էլ ձեզ եմ սիրում, հաջողություն։